Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցում է Աբու Դաբիի կայուն զարգացման շաբաթվա գագաթնաժողովին։ Կառավարության ղեկավարը պատվիրակության հետ մասնակցել է գագաթնաժողովի բացման արարողությանը եւ Զայեդ կայունության մրցանակի հանձնման արարողությանը։ Միջոցառումը տեղի է ունեցել Աբու Դաբիի ազգային ցուցահանդեսային կենտրոնում։ Գագաթնաժողովը բացել է Արաբական Միացյալ Էմիրությունների արդյունաբերության եւ առաջադեմ տեխնոլոգիաների նախարար Սուլթան Ահմեդ Ալ-Ջաբերը։ Միջոցառմանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ-Նահյանը, ով պարգևատրել է Զայեդ կայունության մրցանակի տարբեր անվանակարգերի հաղթողներին։ Իրակլի Կոբախիձեն վաղը ելույթ կունենա միջազգային հարթակում, պանելային քննարկման հիմնական թեման կլինի միջին միջանցքը։ Վարչապետը կանդրադառնա Վրաստանի դերին եւ տարանցիկ ներուժի միջին միջանցքի երթուղում։ Երբ երկրի նախագահը քննարկելու է ընդդեմ սեփական երկրի անկախության, այնտեղ ամեն ինչ պարզ է։ Այս առումով, այո, մենք իսկապես հետ ենք մնում Մոլդովայից։ Այս մասին սոցիալական ցանցում գրառել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Պապուաշվիլին նաև հիշել է Մայա Սանդուի հոկտեմբերի 4-ի հրապարակային հայտարարությունը, երբ Մոլդովայի նախագահը հրապարակիվ աջակցություն էր հայտնել կառավարության տապալմանը մասնակցած բռնի խմբերին։ Վրաստանի նախկին վարչապետի Իրակլի Ղարիբաշվիլիի ձերբակալության շուրջ շահարկումները շարունակվում են։ Ըստ ընդդիմության Ղարիբաշվիլիի ձերբակալությունը արդարադատության ակտ չէ, այլ ներքին կլանային հակամարտության արդյունք։ Իշխող կուսակցությունը պնդում է, որ բոլորը հավասար են օրենքի առջև եւ որ Ղարիբաշվիլիի մեղքի խոստովանության համաձայնագիրը եւ հետաքննության հետ համագործակցությունը ճիշտ որոշումներ են։ Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի ունեցավ էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախկին փոխնախարարի Ռոմեո Միքաուտաձեի դատավարությունը։ Մեղադրող կողմը ներկայացրեց գրավոր ապացույցներ, իսկ պաշտպանության կողմը անվիճելիորեն ծանոթացավ ներկայացված ձայնագրությանը եւ գրավոր ապացույցներին։ Ըստ մեղադրող կողմի վերոնշյալ ապացույցները ապացուցում են Միքաուտաձեի մեղավորությունը, մինչդեռ պաշտպանության կողմը կարծում է, որ գործում Ռոմեո Միքաուտաձեի դեմ ապացույցներ չկան։ Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է հոկտեմբերի 4-ի գործով կալանավորված Մարիամ Մեխանձիշվիլիի, Նինո Սանդերի եւ հոկտեմբերի 4-ի գործով կալանավորված եւս 10 անձանց դատավարությունը։ Գործի էական քննարկումը շարունակվում է մեղադրանքի կողմի ապացույցների ուսումնասիրությամբ։ Դատախազությունը այսօր ներկայացրել է հոկտեմբերի 4-ի իրադարձությունների տեսագրություններ։ Նշենք, որ հոկտեմբերի 4-ին Աթոնելի պալատի մոտ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ 10 անձ մեղադրվում է ռազմավարական եւ հատուկ նշանակության օբյեկտ գրավելու, շրջափակելու փորձ կատարելու մեջ։ Նիստում ելույթ ունեցավ հացադուլ հայտարարած Նինո Սանդերը։ Նրա խոսքով նա քաղբանտարկյալ է։ Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի ունեցավ նաև Ալեկո Էլիսաշվիլիի դատավարությունը, որտեղ վերանայվեց խափանման միջոցը։ Իրավապաշտպանները պահանջեցին Էլիսաշվիլիին գրավի դիմաց ազատ արձակել։ Էլիսաշվիլին նույնպես օգտվեց իր խոսքի իրավունքից, դիմեց դատավորին եւ հայտարարեց, որ պատրաստ է գրավ վճարել եւ հանձնել անձնագիրը խափանման միջոցը փոխելու համար։ Նրա խոսքով նա պետք է մնա բանտում խիստ պայմաններում։ Դատավորը չբավարարեց Էլիսաշվիլիի խնդրանքը։ Դատավորի հետ վիճաբանության պատճառով մեղադրյալ Ալեկո Էլիսաշվիլին հեռացվեց դատարանի դահլիճից։ Ալեկո Էլիսաշվիլին մեղադրվում է ահաբեկչական գործողության փորձի մեջ։ Հանցագործությունը նախատեսում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են 2 անձի, Ուկրաինայի եւ Մոլդովայի 1 քաղաքացու առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահման եւ վաճառքին նպաստելու մեղադրանքով։ Մեղադրյալների անձնական եւ ժամանակավոր բնակարանների խուզարկության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առևանգել են վաճառքի համար պատրաստված կես կիլոգրամից ավելի մեթադոն թմրանյութ։ Հանցագործությունը նախատեսում է 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները վերջին օրերին Վրաստանից արտաքսել են օտարերկրյա պետության 27 քաղաքացու։ Միգրացիայի վարչության կողմից ձերբակալված միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Թուրքիայի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Չինաստանի, Թայլանդի, Թուրքմենստանի, Գերմանիայի, Պակիստանի, Եգիպտոսի, Իսրայելի և Լիբանանի քաղաքացիներ։ Իրանում բողոքի ցույցերի 16-րդ օրն է։ Ըստ հաղորդագրությունների, շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ընդհանուր առմամբ մահացել է 648 մարդ։ Երկրով մեկ ձերբակալվել է մոտ 10,600 ակտիվիստ։ Բացի այդ, Իրանի բնակչության մեծ մասը ավելի քան 96 ժամ ինտերնետ չի ունեցել։ Միացյալ Նահանգները կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը ցամաքային ճանապարհով Հայաստանի և Թուրքիայի միջոցով, իսկ նրանք, ովքեր չեն կարողանում լքել երկիրը, պետք է ապաստան փնտրեն անվտանգ վայրերում և պաշարներ համալրեն սնունդով, ջրով, դեղորայքով և այլ անհրաժեշտ պարագաներով։